Մի քանի կարևոր սխալներ, որոնք որ հետադարձ կապի ժամանակ լինում են։ Առաջին ամենամեծ խնդիրը չափից շատ ճնշել։ Այսինքն մարդ կա, որ, չգիտեմ, օրական կարող է 3 անգամ զանգի քեզ։ Այսինքն հասկանում եմ, որ դու ուզում ես վաճառկանից, բայց թողեք շնչենք, թողեք հասկանանք։ Ճնշելը ավելորդ մարդուն զզվացնում է, եւ եթե զզվեց այդ մարդը, ինքը չի գալու ձեր մոտ։ Ցեզնից հաստատ չի առնելու։ Երկրորդ ամենամեծ սխալը հստակության պակաս։ Այսինքն այդ առաջարկը, որ տալիս եք, հստակ չի, ժամկետ տվեք, ժամկետի մեջ մնացեք, այդ ժամկետի ընթացքում ինչ խնդիր եք լուծում, հստակ ներկայացրեք։ Այդ հստակության պակասը նաև մեծ սխալներից է, որ follow-up-ի ժամանակ ասենք ինչ որ օդի մեջ ինֆորմացիա եք տալիս, բայց հստակ չեք խոսում, ինչ եք ուզում այդ մարդուց դուք։ Իսկ երրորդ ամենամեծ սխալներից մեկը մեկ ալիքի օգտագործումը։ Այսինքն, եթե մարդը մեյլերին չի պատասխանում, որը որ շատ common տեպք է, այսինքն շատ է կատարվում դա։ Մեյլերին չի պատասխանում այդ մարդը։ Եթե դուք ամեն անգամ մեյլով եք follow-up անում, հաստատ չի պատասխանելու, կյանքում էլ չի պատասխանում, քանի այդ մարդը մեյլ չի բացում։ Այսինքն գտեք ուրիշ channel, ուրիշ ալիք, որտեղ որ գարակ դուք այդ մարդու հետ follow-up անել։